Ռուսաստանի Դաշնությունը կարող է միակողմանի կասեցնել կամ չեղյալ հայտարարել Հայաստան բնական գազի նավթամթերքի եւ չմշակված ադամանդի մատակարարման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերին, եթե պաշտոնական Երևանը շարունակի Եվրամիությանը անդամակցելու գործընթացը։ Ռուսաստանի Դաշնության լրատվամիջոցներն են հայտնում, Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարը նամակ է հղել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, նախազգուշացնելով գազի համաձայնագրի միակողմանի խզման հնարավորության մասին։ Եվրոպական միության հետ Հայաստանի փոխգործակցության խորացման ուղղված շարունակական գործնական քայլերը եւ ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի կառավարության հռչակած ձգտումը վտանգում են հայ-ռուսական առևտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության հիմնարար բարձր մակարդակի պահպանումն ու զարգացումը, որի հիմքերից են երկկողմ միջազգային պայմանագրերը։ Ցիվիլևի ձևակերպմամբ Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի փորձերը չեն համապատասխանում տասնամյակների ընթացքում երկու երկրների միջև հարգանքի, փոխշահաբետության հիման վրա կառուցված գործընկերության բնույթին եւ Ռուսաստանի կողմից բազմիցս ձեռնարկված գործողություններին ուղղված Հայաստանի կարևորագույն կարիքները արտոնյալ հիմունքներով ապահովելուն։ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում Հայաստանի համար գազի արտոնյալ գինը կդառնա շուկայական։ Եթե կողմնորոշման տեսանկյունից իրենց շահերի առումով իրանք տեսնեն որոշակի անհամապատասխանություն, լինելու են կոշտ վերանայումներ, այդ թվում նաև գազի մատակարարումների, արտահանման, ներմուծման պայմանների եւ այլն։ 2013-ի համաձայնագրով Ռուսաստանն անժամկետ չեղարկել է Հայաստան նավթամթերքի գազի եւ ադամանդի մատակարարման արտահանման մաքսատուրքերը։ Ըստ համաձայնագրի Մոսկվան Երևանին նավթամթերք է եւ գազ է մատակարարում ներքին սպառման ծավալներով, որոնք հաստատված են ինդիկատիվ հաշվեկշիռներով։ Փաստաթղթով նաեւ սահմանվում է, որ համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ շարունակում են գործել Հայաստանի պարտավորությունները Ռուսաստանին փոխհատուցումներ վճարելու կամ չվճարված գումարները որպես Ռուսաստանի պետական պարտք ճանաչելու վերաբերյալ, մինչև դրանց ամբողջական կատարումը։ Իդեպ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, թե ռուսական կողմից որևէ գրություն կամ նամակ չեն ստացել Հայաստանին բնական գազի մատակարարման մասին համաձայնագիրը չեղարկելու վերաբերյալ։ Օրեր առաջ Հայաստանն առանց Ռուսաստանի եւ Ռուսաստանն առանց Հայաստանի պատճառներ, արդյունքներ եւ հետևանքներ կլոր սեղանի շրջանակում Ռուսաստանի Դաշնության Պետդումայի падգամավորներից առաջարկել են Երևանի ռուս պաշտոնյայի ձևակերպմամբ ոչ բարեկամական քայլերին ի պատասխան Հայաստանին մատակարարվող գազի արտոնության պայմանագիրը վերանայել։ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Օվերչուկը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, քանի որ ըստ Ռուսաստանի փոխվարչապետի քաջ գիտակցում է անդամակցությունից ստացվող արտոնությունները։ Հայաստանը, որքան մեզ հայտնի է, չի պատրաստվում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, այնտեղ շատ լավ հասկանում են եւ արտոնությունների ծավալը եւ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ առևտրաշրջանառության ծավալը։ Առևտրի նման ծավալը մեծապես հնարավոր է դարձել հենց այն արտոնյալ ռեժիմների շնորհիվ, որոնք գործում են Հայաստանի համար։ Դրանք են զրոյական մաքսատուրքերը, ներդաշնակեցված ստանդարտները եւ տեխնիկական կարգավորումները։ Այսօր մեր շուկաները բաց են, տեղի է ունենում ապրանքների ազատ շարժ։ Ուստի հայերը շատ լավ հասկանում են այն առավելությունը, որն իրենց տալիս է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը եւ չեն ցանկանում դուրս գալ։ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գինը չի կարող թանկանալ, քանի որ ըստ նրա Հայաստանն ու Ռուսաստանը դրա հետ կապված ունեն գործող պայմանագիր։ Իդեպ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի բնակչությունը պետք է ունենա այլընտրանք, լինել ԵԱՏՄ թե Եվրամիության կազմում։ Հավանական է, որ մոտակա ԵԱՏՄ նիստի ժամանակ ուղղակի հարց բարձրացվի Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ծառայեցնելու վերաբերյալ։ Հայաստանի գործադիր ղեկավարը հայտնել է նաև, որ հայ ժողովուրդն ունի այլընտրանք, եւ ըստ նրա այս ամենի դեմ սպառնալիքներով պատասխանողներն իրենց դեմ են գործում, առաջարկ ներկայացնելու փոխարեն։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Նյու Յորքում հանդիպել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի շրջանակում անցկացվող բաց քննարկումների ընթացքում իթիվս այլ հարցերի քննարկվել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ անդրադարձ է կատարվել նաև նախկին հարկադիր տեղահանվածների վերադարձի ապահովման վստահության ամրապնդման ու տարածաշրջանի ականազերծման խնդիրներին։ Բաքվի բանտից ընտանիքի միջոցով ուղերձ է հղել Արցախի նախկին ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, որում պատմել է
Վերաքննիչ դատարանում իրենց բողոքարկման հետ կապված նախնական դատական նիստի մասին։ Իշխանյանն ասել է, որ իր կողմից եղել է միջնորդություն, որ տրամադրվի դատավճռի ամբողջական տարբերակը, որը մինչև այժմ պաշտպանական կողմը չունի, բայց դատարանը զարմանալիորեն եւ ինչ որտեղ հասկանալիորեն մերժել է միջնորդությունը։ Նա հավելել է, որ միջնորդել է նաեւ երկու հարցով, որ բաց դատավարություն կազմակերպելու համար առցանց հեռարձակում լինի եւ որ ասթիվին, որը ներկայ է լինում արգելվի նրանց ներկայությունը, քանի որ մանիպուլատիվ գործողություններ են անում, ապա տեղեկություն տարածում, ինչը նույնպես մերժվել է։ Այստեղ ոչ անհայտ կարևոր պաշտպաններից մեկը, որ իր խոսքի ընթացքում բարձրաձայնեց, չհամբերեց պարզապես սպորտկաց եւ ասաց, որ մեր սերունդների առջեւ ամաչելու ենք այսպիսի դատավարություն կազմակերպելու համար։ Դա էր ամբողջ գնահատականը։ Ինչևէ, 3 տարի է մենք այստեղ ենք, մոտորապես 3 տարի է, պիտի ասեմ, ոչ սկզբունքայնությունը, ոչ ողջախոհությունը, ոչ ոգու եւ ոչ կամքի ուժը մեզ չեն լքել եւ չեն դավաճանել այսուհետ էլ այդպես է լինելու։ Ցավալի է ինչ որ կա, բայց մենք շարունակելու ենք մեր ընդհանուր որդեգրած գիծը։ Հայաստանի ընդդիմադիր ուժերը պարբերաբար բարձրացնում են շուրջ 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերադարձի թեման, հիմնվելով Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությունների վրա։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը իր Facebook-յան էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ անդրադարձել է այդ թեմային։ Բանակցություններում նրանք առաջ են մղում իրենց գալու եւ Հայաստանում ապրել։ Արդյոք հնարավոր է, որ ադրբեջանցիները գան եւ ապրեն Հայաստանում։ Գիտեք ինչ, վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ առնվազն մոտ ժամանակահատվածում անհնար է։ Չէ։ Հասկանամ արևմտյան ադրբեջանցիները ըստ Չի եղել ու չի կարող լինել, մոռացեք այդ արևմտյան։ Հայաստան ուզում են գան այստեղ ապրեն, որ նոր ստորագրվի խաղաղության Լսեք, ես դա չեմ տեսնում։ Պաշտպանության նախարարը ներկայացրել է զինված ուժերի նոր զինանշանը, նշելով, որ հինը ունեցել է հերալդիկ եւ գաղափարական թերություններ։ Նոր տարբերակում արծիվը պատկերված է ամբողջական եւ մարտական դիրքով, ուժի ու պատրաստակամության խորհրդով։ Նրա հետևում արևը։ Վահանի վրա տեղադրված են արևախաչ եւ սերնահատիկի պատկերները, իսկ վերևում եռագույնն ու քարտեզը, որոնք ընդգծում են բանակի դերը պետության ու պաշտպանության գործում։ Պաշտպան հայրենիաց ծրագրով պայմանագրային ծառայություն անցնող զինծառայողների համար սահմանվել են նոր պատվովճարներ։ Պաշտպան հայրենիաց ծրագրով ծառայություն անցնող զինծառայողները, որոնց առաջին պայմանագրի ժամկետը լրացել է, նոր պայմանագիր կնքելու դեպքում կստանան պատվովճար։ 2 տարի ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում նախատեսվում է 1.5 միլիոն դրամի չափով պատվովճար, իսկ 5 տարի ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում 5 միլիոն դրամի չափով։ Հայաստանը նոր վարկ կվերցնի համաշխարհային բանկից պետբյուջեի համալրման համար։ Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության նիստում։ 170.3 միլիոն եվրո վարկի գումարը կբարելավի տնտեսական մրցակցության մասին օրենսդրությունը, լրացուցիչ իրավական երաշխիքներ կընձեռնվեն ներդրողներին, կընդլայնվեն նաև Հայաստանի մրցակցության եւ սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի լիազորությունները, կանխելու գնային սպեկուլյացիաները եւ այլ հակամրցակցային գործողությունները։ Վարկը կտրամադրվի տարեկան մոտ 3.7% ադրույքով, 28 տարի ժամկետով եւ 10 տարի արտոնյալ ժամանակահատվածով։ Վարորդական իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնման կարգը կփոխվի։ 1 տարվա զրկման ժամկետը լրանալուց հետո վարորդը կարող է առանց քննություն հանձնելու վերականգնել իրավունքը միայն 1 անգամ, վճարելով 50,000 դրամ պետական տուրք։ Վերականգնելուց հետո սահմանվում է 1 տարի փորձաշրջան եւ սովորական 13 բալի փոխարեն վարորդին տրվում է ընդամենը 6 բալ։ Եթե այդ 6 բալը սպառվի, վարորդը միանգամից նորից կզրկվի վարելու իրավունքից 1 տարով։ Եթե անձը զրկվում է երկրորդ կամ հաջորդ անգամ, ապա վերականգնումը հնարավոր է բացառապես քննություններ հանձնելու միջոցով։ Առանց քննության 50,000 դրամով եւ 6 բալով վերականգնումից կարող են օգտվել նաեւ այն անձինք, ովքեր վարորդական իրավունքից զրկվել են 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2026 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Մենք ոչ թե պարզապես турքի դիմաց տալու ենք վարորդական վկայականները, այլ պահպանում ենք գործող պատժողական ժամկետը, որը մի տարին է, այսինքն զրկումից հետո մի տարի անձը իրավունք չունի վարել տրանսպորտային միջոցը։ Դրանից հետո խիստ սահմանափակ տուգանային բալային միավորներով պետությունը վերականգնում է իրավունքը եւ պայմանականորեն, եթե մի անգամ հարբած վիճակում վարեց եւ 1-2 փոքր խախտումներ ունեցավ, 6 բալը սպառվում է, որպեսզի սա էլ նաեւ պարզ լինի։
2026-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստան է ժամանել 453.138 զբոսաշրջիկ։ Ամենամեծ թվով զբոսաշրջիկներ մեր երկիր ժամանել են Ռուսաստանից, Վրաստանից և Ուկրաինայից։ Տվյալները ներկայացնում էր Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն։ Հայաստանի թանգարանների աշխատակիցներն ատեստավորման արդյունքներով կկարողանան հավելավճար ստանալ։ Հուլիսից նախատեսվում է թանգարանային աշխատողների միջին աշխատավարձի 57% աճ։ Խոսքը ամսական մոտ 200,000 դրամի մասին է։ Թանգարանների սեփական եկամուտները 2025-ին կազմել են 1 միլիարդ 63 միլիոն դրամ։ Իշխանության գալով ուժեղ Հայաստան դաշինքը պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կես տարի կկրճատի, 18-ամյա նորակոչիկը բանակ կգնա 1 տարով։ Այս մասին հայտարարել է քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանը Վանաձորյան հանրահավաքի ժամանակ տեսակապի միջոցով ի պատասխան հավաքի մասնակիցներից մեկի հարցադրմանը։ Ուժեղ Հայաստանը խոստանում է նաև, որ պարտադիր ծառայության մեջ գտնվող զինվորի ընտանիքը յուրաքանչյուր ամիս կստանա 40,000 դրամ ամսավճար։ Մենք դարձնելու ենք ժամկետային ծառայությունը 1 տարի։ Հիմնական ակցենտը դրվելու է ճիշտ տեխնիկայի վրա, ճիշտ զենքերի վրա։ Մենք խնայելու ենք մեր զինվորների կյանքը։ Մենք չենք դարձնելու մեր զինվորների կյանքը ադրբեջանցիների համար թիրախ։ Հայաստան վերադարձածների թիվը 2025-ին 8860-ով ավելի է եղել Հայաստանից հեռացածների թվից, այսինքն սա նշանակում է, որ արտագաղթը դադարել է, այսօր հայտարարել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավի շրջանակում պտտվել են Կոտայքի մարզի բնակավայրերում։ Փաշինյանը նշել է, որ ներգաղթը իրենց իրականացրած այդ թվում տնտեսական և սոցիալական ոլորտում իրականացված քաղաքականության արդյունքն է։ Փաշինյանը նաև խոսել է Հայաստանի ապաշրջափակման պրոցեսի մասին։ 2 օր առաջ բացվեց նաև Ախալքալակ կարծ երկաթուղին Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար։ Առաջիկայում թրիփ նախագծի իրագործման արդյունքում մենք ուղիղ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա երկաթուղային կապ ենք ստանալու և նաև երկաթուղային կապ ենք ստանալու Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Իրանը հարստացված ուրանի պաշարների ճակատագրի վերաբերյալ որևէ բանակցություն չի վարում Միացյալ Նահանգների հետ։ Մոսկվայում կայացած անվտանգության միջազգային համաժողովի շրջանակում հայտարարել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերին։ Նա ընդգծել է, որ Իրանն ու Օմանը բանակցություններ են վարում Հորմուզի նեղուցով անցման նոր կարգ մշակելու շուրջ։ Ի դեպ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ ևս 25 և նավթային լցանավեր են կարողացել անցնել Հորմուզի նեղուցով իրանական հրամանատարության հետ համաձայնեցումից հետո։ Կատարի միջնորդության շնորհիվ Միացյալ Նահանգները և Իրանը փոխըմբռնման են հասել Թեհրանի սառեցված ֆինանսական ակտիվների հարցում։ Ալ Ջազիրայի տեղեկացմամբ Դոհայում բարձրաստիճան իրանական պատվիրակության և պաշտոնատար անձանց միջև բանակցություններ են ընթացել։ Ըստ դիտարկումների դրան էապես նպաստելու է Միացյալ Նահանգների և Իրանի միջև պաշտոնական համաձայնագրի կնքումը։ Լիբանանի հարավին հասցված իսրայելական ավիահարվածներից 31 մարդ, այդ թվում 4 երեխա է զոհվել, 4 տասնյակից ավելի վիրավորներ կան։ Չնայած հրադադարի ռեժիմին և Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցման շուրջ Միացյալ Նահանգների և Իրանի միջև Իսրայելը ուժգնացրել է Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլահ խմբավորման դեմ ռազմական գործողությունները։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ վերջին 1 օրում 25 նավ, այդ թվում նավթային լցանավեր անցել են Հորմուզի նեղուցով, իրանական կողմի թույլտվությամբ և վերահսկողությամբ։ Թեհրանը նաև զգուշացրել է, որ ցանկացած ագրեսիայի կպատասխանի կոշտ կերպով։ Եվրամիությունը սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մշակումը, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Մենք արդեն պատրաստում ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ, որպեսզի Ռուսաստանի քաղաքացիները զգան պատերազմի հետևանքները իրենց առօրյա կյանքում։ Արմավիրի մարզի նորապատ բնակավայրի գերեզմանոցում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանությունը սպանություններով է ավարտվել։ Վեճը ազգությամբ եզդի ընտանիքի միջև է եղել։ Մասնակիցներից մեկը դանակով հարվածներ է հասցրել մի կնոջ, դանակահարվածի տղան էլ իր մոտ եղած զենքով կրակել է։ 3 հոգի Արմավիրի մարզի բնակիչներ 64-ամյա Սաշա Բաբայանը, 43-ամյա Մայիս Բաբայանն ու 44-ամյա Խդր Բաբայանը տեղում մահացել են։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արմավիրի մարզի քրեական վարչության ծառայողները, վարչության պետ Երվանդ Նիկոյանի, վարչության պետի տեղակալ
Հովանես Արիստակեսյանի գլխավորությամբ։ Կրակոցները արձակողը նորապատ գյուղից է, հետո նա զենքով ինքնակամ գնացել ու ներկայացել է ոստիկանության արմավիրի բաժին։ Դեպքի մյուս հանգամանքները պարզվում են նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իսկ մայիսի 25-ին Կոտայքի մարզի Սարալանջ գյուղում է վիճաբանություն եղել։ 50-ամյա տղամարդու են դանակահարել։ Նա տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, ավելի ուշ մահացել է։ Իմ տեղեկություններով ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի քրեական ոստիկանների եւ ոստիկանության նայերի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում քիչ առաջ կասկածյալը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։ Տնակահարության վերաբերյալ տարբեր վարկածներ են առաջ քաշվում, քաղաքական հարցերից մինչև գումարային պարտքերի խնդիրը։ Քրեական ու համայնքային ոստիկաններն ու քննիչներն էլ աշխատում են ամբողջական հանգամանքները պարզելու համար։ Նախաքննության շահերից ելնելով այլ մանրամասներ չեն հրապարակվում։ Մայիսի 27-ին Ազատության պողոտա Բաբայան փողոց Խաչմերուկում բախվել են Կիան ու Մերսեդեսը։ 4 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գտնվող բենզալցակայանի աշխատակիցները, օպերատիվ ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Հավաքվածների խոսքով վիրավորներից 3-ը զինվորականներ են։ Ժամանել են նաև ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները։ Մայիսի 26-ին Զովունի գյուղի գլխավոր ճանապարհին բախվել են 28-ամյա Սերժիկի Տեսլան եւ 69-ամյա Աշոտի Volkswagen Venton։ Վերջինի վարորդը տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի բարեկները։